Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկենք մեր հոգիները», «Արյունոտ», «Խաղադրույք» և մի շարք այլ հեռուստասերիալներից, հեռուստանախագծերից։ Երիտասարդ դերասանուհին իր հետևորդներին ու երկրպագուներին հնարավորություն է տվել, որպեսզի նրանք կարողանան անանուն իրեն ուղղել իրենց հարցերը։ Հետևորդներից մեկը նրան հարց է ուղղել, թե նա արդյոք հղի է։ Եկեք իրար հետ հասկանանք ինչքանով է հավանական, որ սենց փոր ունեցողը կարա հղի լինի, գրել է դերասանուհին։ Ինչի դիմաց ընդմիշտ կլքեիք Հայաստանը հարցին, դերասանուհին պատասխանել է՝ Աստված չանի երբևէ հայտնվեմ նման իրավիճակում։ Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի։ Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար իր խոսքով բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել։ Իրեն բնորոշելիս նա ասում է ինքնավստահ եմ ու ալարկոտությունը Էմմայի խոսքով դրսևորվում է բոլոր հարցերում, բացառությամբ մասնագիտականից։ Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է Ռուսաստանի Դաշնությունում, 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք, ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից։ Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել, երբ գնացինք փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ, այդպես էլ եղավ, երբեք չեմ գնա Հայաստանից դուրս ապրելու, իհարկե Աստված տա նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը, Հայաստանն ու Երևանն իմ տուն են, ասաց նա։ Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց նրա խոսքով դա իրեն էգոիստ չի դարձրել, ասում է էգոիզմը գուցե արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում։ Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է։ Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից։ Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել։ Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ, պատմել է երիտասարդ դերասանուհին։ Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում։ Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է, դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում։ Կապույտ կանաչ մոխրագույն Էմմայի աչքերի գունապնակն է, որը փոխվում է օրվա տարբեր ժամերին։ Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ես դնում, ասում եմ՝ ոչ, աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրիկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է։ Դեռ փոքր տարիքից Էմման սիրել է ինքնաթիռ նստել, ասում է միշտ երազել է օդաչու լինելու մասին, իսկ ավելի ուշ դիպուկահարի մասնագիտությամբ է տարվել, դասարանով գնացել էինք կրակելու։ Ես բավականին լավ էի կրակել, ինձ առաջարկեցին անվճար սովորել դիպուկահարի մասնագիտությունը, քանի որ հեռու պիտի գնայի, չկարողացա մասնակցել դասերին։ Թե օդաչուի, թե դիպուկահարի մասնագիտությունները մինչև այսօր մնում են իր չիրականացված երազանքների շարքում։ Փոքր տարիքում Էմմային որևէ մեկը չի հուշել, թե իր մեջ դերասանական տաղանդ կա, ավելին հետագայում հակառակն եմ պնդել։ Սկզբում ուզում էի ռեժիսուրայի բաժին ընդունվել, բայց ինձ ճիշտ ուղու վրա դրեցին։ Հիմա եմ հասկանում, որ ռեժիսորի աշխատանքից այդքան լավ գլուխ չէի հանի, որքան իմ մասնագիտությունից, ասում է նա և ավելացնում, որ ծնողները չեն առարկել իր որոշմանը։ Մեր ինստիտուտում սովորող շատ երեխաներ կային, որոնց ծնողները դեմ են իրենց ընտրությանը, սակայն իմ դեպքում նման խնդիր չի եղել։ Ընդհանրապես ծնողներս ինձ ոչինչ չեն արգելել, միշտ ասել են՝ արա այն, ինչ ուզում ես, երևի դրա համար էլ ամեն ինչ չափի մեջ եմ անում։ Ինձ երբեք չեն պատժել կամ ասել այս կամ այն բանը քեզ չի կարելի, ասել են՝ քո կյանքն է, դու ես որոշում։ Երիտասարդ դերասանուհին թեև սիրել է ինստիտուտը, ուսանողական տարիները գրեթե ամեն օր լացելով է անցկացրել, ասում է՝ շատ եմ փորձել իրեն կոտրել ու ասել, որ անտաղանդ է, օր չկար, որ ես չլացեի, բայց ինչ ինստիտուտն ավարտել եմ, լացելու առիթ չեմ ունեցել։ Կյանքի նպատակն էին դարձրել ինձ իմ մասնագիտությունից հիասթափեցնելը։ Ամեն օր ինձ ասում էին՝ չես կարող, շատ վատ ես անում, քեզ մոտ չի ստացվում, բայց ես իրենցից ավելի ուժեղ գտնվեցի,
Անտեսեցի իրենց ասածները եւ ապացուցեցի, որ սխալ են։ Հիմա իմ կյանքը 180 աշճանով փոխված է։ Ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ովքեր նույն մասնագիտությունն ունեն, բայց ինձ ամեն հարցում աջակցում են, կողքիս կանգնած են։ Չեմ կարող անգամ համեմատել դասախոսների հետ, որոնք գոնե տարրական մանկավարժական կրթություն պետք է ունենան, որ իմանան ինչպես վարվել ուսանողի հետ, ի վերջո իրենցից շատ բան է կախված։ Այո, ես ուժեղ էի, ես իրենց վրա ուշադրություն չդարձրեցի, բայց մեկ ուրիշին էլ կարող են նույն օրը գցել։ Ավարտելուց հետո Էմայի խոսքով երբևէ չի առերեսվել դասախոսներին, արձագանքներ էլ չի լսել, ասում է, որ նրանց կարծիքներն իրեն չեն էլ հետաքրքրում։ Հաղթահարելով այդ շրջանը Էմման պատմեց, որ ստիպված է եղել անցնել մերժումների հաջորդ փուլը, երբ փակել է բազմաթիվ դռներ։ Դրանք բացվել են, բայց ներս անցնել այդպես էլ չի հաջողվել։ Դեռ ուսանողական տարիներից է մասնակցել տարբեր քաստինգների, փորձնական նկարահանումների, նաև մասսայական տեսարանների համար, բայց միշտ մերժվել եմ, անընդհատ նեղվում էի ու մտածում ինչն է պատճառը, ուր գնում էի, ասում էին դու շատ լավն ես, մենք քեզ կզանգենք ու այդքանով ամեն ինչ սահմանափակվում էր։